Մոսկովյան Սլովո հրատարակչությունն իր աշխարհի մեծագույն թանգարանները մատենաշարով հրատարակել է Մատենադարան շքեղակազմ պատկերագիրքը, որում առաջին անգամ Մաշտոցյան մատենադարանը ներկայացվում է ոչ միայն որպես թանգարան, այլև որպես խոշորագույն գիտական կենտրոն։ Սլովոյի այս մատենաշարը 40-ից ավելի հատորներով ներկայացրել է աշխարհի բացառիկ թանգարանային կենտրոնները, եւ հրատարակչության հիմնադիրներ Գրիգոր Երիցյանն ու Նատալիա Ավետիսյանը վաղուց էին նախատեսում մատենադարանն ընդգրկել այս շարքում եւ այժմ վերջապես ներկայացնում են Մատենադարանի ամբողջ ժառանգությունն ընդգրկող այս բացառիկ հատորը։ Ի սկզբանե նախատեսված էր գրքի միայն ռուսերեն հատորի հրատարակությունը, բայց դրան հաջորդեց նաև պատկերագրքի հայերեն տարբերակը։ Շատ կարևոր է, որ Մեսրոպ Մաշտոցյան անվան մատենադարանը ներկայանում է աշխարհի այդ մեծ թանգարանների հետ նույն շարքում։ Մենք իհարկե գիտենք, թե ինչ մեծ արժեք է ներկայացնում հայ ժողովրդի համար, նաև աշխարհի համար մատենադարանը, բայց այսպես ծանրակշիռ հրատարակությամբ աշխարհի մեծագույն թանգարանների շարքում ներկայացվելը իսկապես անչափ կարևոր է մեր այս ժառանգության հանրահռչակման իմաստով։ Գիրքն ունի 6 բաժին, որոնցում համակողմանիորեն ներկայացվում են Մատենադարանի հավաքածուների պատմությունը, հին ու նոր շենքերի ճարտարապետությունը, ապա նաև ձեռագրական հավաքածուները, ամենախոշոր հայկական ձեռագրերից բացի նաև այլալեզու հավաքածուներ, ինչպես նաև հնատիպ գրքերն ու արխիվային նյութերը։ Այս երկարամյա հրատարակչական նախագծի վրա 35 հեղինակներից բաղկացած մասնագիտական խումբը աշխատել է ավելի քան 5 տարի, կատարելով բարդագույն ընտրություն եւ հսկայածավալ աշխատանք։ Շատ բարդ էր ընտրել ձեռագրերը եւ մանրանկարները այս ալբոմի համար, որովհետեւ չնայած այս 650 լուսանկարների, որոնք օգտագործված են, Մատենադարանի նյութը շատ ավելի մեծ է։ Ուրեմն խնդիրն էր ընտրել լավագույն նմուշները։ 600-ից ավելի էջ ունեցող պատկերագիրքը ներկայացվում է բարձրակարգ տպագրական որակով, շքեղ կազմով եւ տուփով, իսկ վերջին էջին հատուկ գրառման տարածք ունի, որտեղ հին հայկական ձեռագրերի հիշատակարանների նմանողությամբ կարելի է նշումներ թողնել։ Իդեպ Սլովոյի հիմնադիրները մի գեղեցիկ ավանդույթ ունեն։ Իրենց մեծարժեք հրատարակություններից մեկական օրինակ նրանք մոմապատ պատյանով պահում են մեղրով լի արկղի մեջ, քանի որ այդ տարբերակով գիրքը կարող է անվնաս պահպանվել երկար դարերի ընթացքում։ Աշնանը Երևանում պատկերագրքի շնորհանդեսի ընթացքում նման մի օրինակ կնվիրեն Մատենադարանին։ Նոնե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։